Բարգավաճ Հայաստան։ Դու ցավտան եմ, մենակ դες։ Որոշել եք չմասնակցել նախընտրական մեծ բանավեճին։ Բասի չեմ լսում։ Տեղեկացան, որ որոշել եք չմասնակցել նախընտրական մեծ բանավեճին։ Ոնց որոշե, եթե մի ամիս առաջ հայտնել են, հիմա ես իմ ամբողջ թիմը ինձ է սպասում։ Ես մեծ հաճույքով կմասնակցեի, բայց այսօր նայ ես կարայից չգայի։ Այս ժողովրդի ինչ էր անելու առանց իրանց ղեկավարի, հա՞։ Միլիոնավոր մարդիկ հիմա հերոստացույցի դեմը նստած սպասում են Ծառուկյանի խոսքին, ամբողջ հեսա մաս-մաս միանալով գնալու են, որ ներկանանք, եթե ես չգայի, դա այդ չէր լինի, չէ՞։ Դե չէ, դեր թեմա չենք գտասել։ Հաշվի առնելով, որ մեծ շրջապատ ունեք նաև արտերկրում այս ընթացքում աջակցող խոսքեր եղել են կոնկրետ միջազգային տարբեր կառույցներից, ձեր գործընկերներից։ Ուրեմն ամբողջ աշխարհի հետ շփվում եմ, բոլորն էլ ցանկություն ունեն, օգտակար լինեն, պիտանի լինեն, հազարավոր ազդեցիկ հայեր կան, որոնք աշխարհում մեկ ձեռագիր ունեն, աշխատել են, ուզում են պիտանի օգտակար, մեզ բոլորը սիրում են, հարգում են, ուզում են լավ բան անեն մեր համար։ Ծառուկյան, ինչու չեք գնում բանավեճին, Նիկոլ Փաշինյանը հիմա լսի, թողեմ գնամ, Էսած պետք է ղեկավարվի։ Ինչու որոշեցիք չմասնակցել։ Այ ցավետան եմ, ոնց այսքանին ում թողել։ Դա մի ամիս առաջ որոշած է եղել։ Այսօր որ պետք է անցկացնենք մեր հավաքը։ Հանրահավաքի պատճառով չէ գնացել։ Արդ։ Ծառուկյան, ձեր շանսերը ո՞նց է գնահատում։ Գնացի, գնացի։ Ձեր շանսերը ո՞նց է գնահատում։ Քարուսարշանից ինչ է սա։ Ասա քուրիջ։ Ձեր շանսերը ո՞նց է գնահատում։ Քարուսարշան։ Հարդ ընդ խոսեմ, էլի չեմ լսում։ Թողեք նա թիմի ողջունի էլի